Добрый вечер, Робин. Սկսենք հա երևի։ Добрый вечер, Зародин. Наши уже собрались, как говорится, да, наши дорогие соотечественники. Միրոպե արգելիներս։ Սկսենք երևի։ Այսօր գիտեք ինչից եմ ուզում սկսեմ։ Այն դատավարությունից, որի վերաբերյալ վիժվածքները, նախկին այսօրվա այս վիժվածքները նկատի ունեմ, այս համակարգերով իրանց կույսակցություն կոչվածներով, հա, դուրս են եկել արդեն ինչքան ժամանակ է կապիկություններ են անում, չնայած կապիկությունները 32 տարի է, հաշուտ 88 թվից 34 տարի է, ուրեմն էջիս բոլոր նյութերը նախ դուք տեղյակ եք, ասել եմ դրա մասին, որ 1300 տեսագրությունս YouTube-ի էջիս հետ ամբողջությամբ վերացրել են։ Էջիս մեջ տեղադրված բոլոր նյութերը, կարևորագույն նյութերը, այս պորնոները վերացնում են։ Բառի իմաստով, վրան զամոկներ դրած ու չկա, անհայտացած է։ Դուք պատկերացնում եք ինչ պատմություն է վերացվում, այսինքն սա էլ է գենոցիդ։ Իդեպ ասեմ դες, որովհետև ցեղասպանությունը վերացնելու մեր պատմության, մեր ազգի, մեր պահանջատիրությունների վերաբերյալ այս բոլոր փաստերը վերացնելը, ինչպես նաև, տեսեք, պետական դավաճանության, ցեղասպանության, հա, ազգի պետության դեմ կատարված բոլոր հանցագործությունները փաստերը վերացնում են։ Հիմա տեսեք, դուք այսօրվա վրա դուրս եք գալիս, ավելի շուտ այն ժեխը հատվածը, այն բառանները, այն բառի իմաստով դուրս են գալիս պորնոների կողքը կանգնում են հեռացիր Նիկոլ, առանց Նիկոլ Հայաստան։ Սենց մտածում ես չես գտնում բառեր որակելու, գնահատելու, շուտ կարգավիճակ տալու, էլի, որ սենց մտածես, որ հա, գիտես ինչ կա, սրանք նկատի ունեմ այդ ժեխա հատված, էլի, որ գալիս են այսօրվա լափի համար, այդ լափը վերցնելու ու ծախելու իրանց երեխաների ապագան, իրանց երեխաների արյունը, իրանց երեխաների սրբությունները, որոնք այսօր Լանզարոտի Ստամբուլյան կոնվենցիաներով ամրագրված պղծում այլասերում են։ Եվ տեսեք այդ բոլոր լրատվական պոռնիկները, որոնց նկատմամբ մեղադրանքները առաջնային դերակատարում ունեն մեր ազգի, մեր պետության դեմ կատարված հանցագործությունների, որովհետև այդ ящիկը որ կա, տելևիզոր, հա, ինչպես նաև այդ լրատվականների միջոցով իրականացվող լրատվության ձեզ, ասենք օղչարահոտին, ժեխա հատվածին, մարդ իրենց համարող հատվածին, այն օվերտոնի պատուհանները խաղարկելով կամ այն նյութերը, որ իրականում կա եւ պիտի ներկայացվի, բառի իմաստով խեղված, խեղաթյուրված կարգավիճակով մատուցվում է
անգրագետ բնակչությանը ժողովուրդ կասենք, նասիլենի կասենք, բնակչություն, թե եսի ինչ, դա իրական որևիցե բան չի փոխում, որովհետև հիմա կլինի նասիլենի ինքը որոշակիները, եթե անգամ կհամարեն իրանց գիտակից մարդ, հա, բարի երեկո Նուներ ջան, գիտակից մարդ կհամարեն, բարի երեկո Տիգրան ջան, գիտակից մարդ կհարեն ու եթե գիտակից մարդ կոչվածը, հա, իրեն համարող իհարկե, գնում այլ իր ժեխերի հետ, հա, այս վիժվածքների կողքը կանգնում, նրանց հետ ինչ-որ քայլեր անում, լաոյա երգում, ես ինչ կա, պարում է, որոշակի պորնոներն էլ դուրս են գալի, պորնոները բառի բուն իմաստով, իրանց ոռն են ցույց տալի, դոշերն են ցույց տալի, ռեկլամ են անում իրանց, ես բնականաբար դրանց որպես մարդկային հատկանիշներով ինչ-որ երևույթ չեմ գնահատում, ոչ էլ կարող եմ գնահատել, ոչ էլ կարող եմ որակել։ Ինչ վերաբերում է, տեսեք, սենց անցնում ես փողոցներով, բոլոր փողոցները ռեկլամային պաստառներ են կախված, ու ղումարի, բառի բուն իմաստով, ղումարի, վիվառոների տեսքով կամ այլ տեսքերով, աջարապետա եսի ինչա, ամբողջ երիտասարդությանը ներգրավել են ղումարի մեջ։ Ժամանակին այդ ղումար խաղալու համար քրեական օրենսգրքով նախատեսված էր պատիժ, որով պետություն կոչվածը պայքարում էր նարկոտիկի դեմ, հա, պայքարում էր ղումարբազության դեմ, որովհետև հասարակ բան ասեմ ձեզ, էլի։ Տեսեք, այսօրվա վրա ցանկացած երիտասարդ, որ ներգրավում է այդ ղումարբազության մեջ, անգամ ես գիտեմ դեպքեր, որ իրանց կանանց են տարել ծախել, ղումարով կրվել են, բառի բուն իմաստով։ Ծանողներ կան, որ այդ իրանց երեխա կոչված այդ պորնոների, հա, պատճառով կյանքից զրկվել են, իրենք են իրենց կյանքին վերջ տվել, որ այդ վիժվածքին, իրենց ծնած վիժվածքին, որին ներգրավել են այս պորնոները, Խերժոն, Ռաուֆը, հա, Քորը, Փաշողլին, այս հանցագործության մեջ նաև իրենց բոլոր համակարգերը, մուսռնոց, դադաղազնոց, ածնոց, դադարաններ, դադավորներ, հա, իհարկե գործակալական ցանցեր են, ես դրա մասին ասել եմ ձեզ։ Եվ տեսեք, այն պետություն կոչվածը, որը ժամանակին պիտի պայքարեր կամ պիտի պայքարեր օրենքով այդ ամենի դեմ, չի պայքարում, ինչի համար։ Շատերը կասեք, դե հա, հանցագործության դեմ պետք է պայքարը մղվի, չէ, ասենք։ Բայց հանցագործության դեմ ով պիտի պայքարը մղի։ Եթե Խերժոն քթերն է քաշնում, հա, նարկոտիկը։ Պորնո Փաշողլին իր 4-5 տարեկան երեխու հետ է կենակցում, ծոցն է քնցնում, ասում է կարևոր հանդիպումներից առաջ պիտի իմ ծոցը քնի, հա։ Շատերը զարմանում են, էլի, ասում են, պարոն Սիմոնյան, ախր վիրավորում ես։ Հիմա արեք սենց իրար հետ մի րոպե։ Արեք իրար հետ սենց վերլուծենք, էլի։ Եթե տան միջի, տեսեք, նես պարզ օրինակով եմ, էլի ձեզ ասում, էլի։ Եթե տան ղեկավար կոչվածը, հա, օջախի կոչված, էլի, օջախ չիլն է ասել, էլի, նարկաման է, դրա թուլեքը ինչ պետք լինի։ Եթե ընտանիքի ղեկավարը կներեք, էլի, պիդրա, մանկապիղծա, այլասերվածա, հոմոսեքսուալիստա, այդ ընտանիքի անդամները ինչ պիտի լինեն։ Սա կոնկրետ հարցեր եմ տալիս։
Եթե տան ղեկավարը թուրք է, թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզին է, ապա այդ տան անդամները ով պիտի լինեն, ինչ պիտի լինեն, ինչ գաղափարի, ինչ ծրագրերի, ինչ կատեգորիայի, սենց ասեմ, էլի, երևույթ պիտի լինեն։ Դե կոնկրետ բան եմ ասում ձեզ, հա? Շատերը զարմանում են, ասում են, քանի գնում է, վատանում է բան։ Ի՞նչն է վատանում։ Եթե դուք ձեր իշխանություն կոչվածը տեսնում եք պոռնիկի մեջ, տեսնում եք հոմոսեքսուալիստի մեջ, տեսնում եք կներեք էլի գյոթի մեջ, հա, նարկոմանի մեջ, խումարբազի մեջ, հա, հիմա դուք ինչ եք սպասում։ Հետո ասում եմ, դե գնաց մեջներից ընտրենք լավագույնը։ Դուք լավագույնի պոռնիկի ծնունդներն եք։ Դուք այդ լավագույնի կոչվածների վիժվածքներն եք։ Որովհետև եթե այդ պոռնիկ դուք ձեր մասին է խոսք, այդ ընտրող կոչվածներին, հա, կամ իրեն մարդ համարողներին, շատերը կան ծնող են խաղում ու գնում են այս մի րոպե։ Да. Добрый день. Да. Я сейчас в прямом эфире, потом позвоните, ладно? Ага. Բաց ինչի պետք լավ շնորհակալություն եղավ ладно спасибо հիմա ինչ եմ ուզում ասեմ ինչի գզարմանում տեսեք ժամանակին որ ես ասում էի այսինքն խոսակցության մեջ էլի որ քննարկում էր գնում մեկնաբանում էինք որոշակի այսինքն երևույթների հա կամ որոշակի երևույթներ, ասենք պետության կոչված շրջանակների մեջ կամ որոշակի անձանց գործողությունները շատերը, ասինքն այն գնահատականը, որ ասում էին Սիմոնյան ջան, ինչ ղեկավար է, ինչ իշխանություն է ավելի շուտ, նայել նասիլենիա բնակչությունը, ժողովուրդ կոչվածն է։ Շատ բաների հետ ասում էի չէ, ես համաձայն չեմ ինչի համար, որովհետև ասում էի դրանք պարտադրված է։ Բայց ու գիտեք ինչ, ես իմ գործունեությամբ ձեր շահերը պաշտպանելու, ձեր ավանդույթը, մշակույթը, լեզուն, հոգևորը, ձեր օջախների, ասենց ասեմ, լույսը ապահովող անձը որը ես եմ, էլի, որովհետև այդ ամենի համար պայքարողը իրականում ես եմ, որովհետև եթե դու խոսքերով ասում ես մենք այսպես, մենք այնպես և այսպես և այնպես, բայց դու բան չես անում ու բացի դա որևիցե մեկը ծրագիր չի ներկայացնում, որ այս ծրագրի շրջանակներում գոնե մարդիկ հասկանան, էլի, մարդ ինչի մասին է խոսքում, ասում է գալիս ենք, մենք գանք լավ կլնի, լավ, ում համար լավ կլնի, դուք հասարակ հարցեր են, չէ, այսօր մի կադր տեսա են, այս պորնո ծնունդի Ռաուֆի թուլեն են, լյովիկա ինչա, ծամունը կցել էր բերանը, ծամում էր, բանով խոսում են, գեղցին, ես իրոք սենց մտածում եմ, էլի, գեղցին, գյուղացին չէ, ես գյուղացուն հարգում եմ, ես գյուղացին, որը իր կյանքը ներդնում է բարիք ստեղծելու համար, դա գանձ է, հասկանում եք, բայց գեղցին իր էությամբ, պոռնիկի ծնունդը, սենց ասեմ, հա, երբ այդ պոռնիկի ծնունդին լրատվական պոռնոները գցում են կադր ու ցանկանում են նրան ինչ-որ բերեն քաղաքականություն, որևիցե մեկը չի ասում, արա այս պոռնիկի ծնունդը ընդհանրապես ով է, ներողություն, ինչ է իրենից ներկայացնում, ինչ կյանք ունի ապրած, հա, անկախ իր
ծնող կոչվածով, չնայած ծնողը շատ մեծ դերակատարում ունի։ Եթե նորից եմ ասում, եթե քո ընտանիքը թուրք է, ղեկավարը թուրք է, հերը թուրք է, այդ թուրքը քեզ ինչ պիտի սովորեցնի։ Եթե թուրքը հոմոսեքսուալիստ է, հա, իր այս աշխատակազմի Արմենչի Գևորգյաններ, Եսիմինչիկյաններին զբաղվում են այլասերվածությամբ։ Իր ընտանիքը ինչ պիտի լինի, նույն երևույթը չի, կամ շատերն ասում են, դե պարոն Սիմոնյան, հյուսիսային պողոտա սարքես։ Ասում եմ, հյուսիսային պողոտան, որ սարքել է, ում արյան վրա է սարքել։ Դուք նայում են ներեսից, էլի։ Ասում են, դե մարդկանց տները քանդեցին, մարդկանց տները քանդեցին, զամոկները ջարդում էին, մուսորները, և այդ տները հետո էքսկավատորով էր, բուլդոզերով էր քանդում էին, որի տեղը կառուցվեցին շենքեր, հյուրանոցներ, խանութներ, որոնք այսօր հանդիսանում են ոչ թե այդ ժողովրդի, այդ բնակչության, այդ նասիլենիի սեփականատեր հանդիսացող հատվածը, ոչ։ Դրանք Ռաուֆի բջերի սեփականությունն են։ Հիմա ես այդ նույն հարց տվողին հարց եմ տալիս, էլի։ Եթե այդ պոռնիկի ծնունդն էր, եթե այդ մարդկանց բնակարանները քանդվեց, որոնք մինչև օրս տանտեր չեն դարձել, վարձով են մնում։ Հայթայթում են իրենց օրվա հացը և վարձով են մնում, մնացած գումարներ տալիս են վարձին։ Անգամ իրենց կոմունալները չեն կարողանում լիարժեք վճարել, որովհետև ամեն ինչը թանկ է, բայց ինչի է թանկ։ Տեսեք, մենք խոսում ենք հանցագործությունից, բայց հանցագործությունը կատարում է ձեր իսկ կոչված իշխանությունը, հա, և այդ իշխանությունը, իշխանություն կոչվածը, ձեզ համ սրբապղծում է, այլասերում է, բռնաբարում է, տանում զոհաբերում է, ցեղասպանում է, թալանում է, պետությունը, պետականությունը վերացնում է, դե մեջներից լավն ենք գնում ընտրենք, սուս նայում ես դեմք չկներեք, ռոժին նայում ես ես պոռնկածինին, ում հետ որ բան ես անում, այլևս չի ուզում խոսես, հասկանում ես, բայց մի երկու բառ բացատրում ես գոնե, որ նրա դեմքի արտահայտությունից դու հասկանաս, որ ասածդ գոնե տեղ հասավ, հա, գոնե որոշակի հատվածով, բայց դու տեսնում ես նա խոսում է, նա քեզ չի լսում, դու արտասանում ես բառեր, արտահայտում ես մտքեր, որը պիտի գա մտնի իր ուղեղային հատվածը և նրա այդ հոգին բորբոքելով, հա, բերի հասցնի սենց ուղեղային հատվածին սկսի վերլուծականի առարկա դարձնել։ Մի րոպե։ Դա։ Ալո։ Բարև։ Ոնց ես։ Ով է։ Կամերան չի երևում։ Չէ։ Ես եթեր եմ, հա, հետո կզանգես կխոսենք, լավ։ Թե պատվերով է զանգե։ Հա։ Կամերաս բացել ես, ասում ես եթեր չես երևում, հերիքա խաբես։ Ասում եմ եթեր եմ, չես լսում ինձ։ Սպորնիկի ծնունդները պզակազով համերգ են տալի։ Հիմա տեսեք ինչ է ստացում, պատվեր է ես գնում, հասկանում եք ինչ է կատարվում։ Պատվեր է գնում։ Ձեր չի տալի, որ հասկանում եք, բացադրական աշխատացնես, բերես հասցնես, բերես լցնես։ Ամեն մի պոռնիկ մտածում եմ, որ ինչ-որ պիտի, հա, ասում եմ, կամերայա չի երևում, ենթադրենք երևում, ասում եմ, ով ես, ասում եմ, չի երևում, ինչ իմանամ, ով ես, այ կայզյոլ, դու դետքան ուղեղ չունես, ուղեղային հատվածը չի աշխատում։
Լավ, անցնենք մեր քննարկումներին, էլի սենց։ Տեսեք ինչ է ստացվում։ Ցանկացած երևույթի մասին, որ այսօր խոսում ենք ինչի համար։ Խոսում ենք այն բանի համար, որ ասենք գիտակից մարդը, որը ոռով չի մտածում, հա, այլ ուղեղային հատկանիշներով որ տված ինֆորմացիան ստանում է, սկսում է խոսել, վերլուծել ասածը, այդ ինֆորմացիան բացասականն է, դրականն է եւ այլն, հա, ու ըստ դրա էլ ինքը, այսինքն գործողություններ է կատարում, կամ լավ, կամ վատ։ Հիմա հարցը չէ առաջ գալիս։ Լավ, այս ամբողջությամբ ենթադրենք, տեսեք, մենք ըստ վերլուծության ունենք կոչված պետություն, ճիշտ է։ Պետություն կոչված, որովհետև մենք պետություն չունենք, պետությունը իր բնորոշումով, սենց ասեմ, հա, որոշակի իր մեջ պարունակող համակարգեր չէ պիտի ամրագրած լինի, այսինքն պետություն է, դա սահման է, տարածք է, որի վրա ամրագրված է համապատասխան կարգավիճակ, այսինքն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող եւ նաեւ, այսինքն այն տարածքը որ կա, պետության տարածքն է, էլի, այսինքն տեսեք, Աշոտի տունը որ գնանք, ասենք Բախչեն, հա, մտնենք, ասենք այս պետությունն է, կասենք ջան, մի րոպե, իմ սեփականությունն է։ Հասկանում եք, չէ՞։ Օրինակ գնաս Աշոտի ծառը կադրելու, ասի, ախպեր ջան, իմ ծառն է, ուր ես կադրում։ Կամ գնամ ջուրը փակեմ կամ բացեմ, կասեմ ինգեր ջան, մի րոպե լա, սա իմ տունն է, իմ սեփականությունն է։ Ես եմ որոշում։ Դու եկել ես իմ տան մեջ ջուր ես փակում։ Տեսեք, տունը 1000 մետր, 100 մետր հողամասը, հա, Աշոտինն է։ Կամ ես մտնեմ Աշոտի, ասենք վարդերը քաղեմ, ծաղիկները գեղեցիկ վարդեր ունի, կասել եմ մի րոպե ընկեր ջան։ Դու ինձ հարցրել ես, որ մտել ես ծաղիկ ես պոկում, հա։ Հիմա տեսեք, այս պետություն կոչվածը իրա, ես ինչի եմ sense մանրացնում ձեզ էլի մատուցում, որ ձեր գիտակցականը կարողանամ ոնց որ ասած աշխատացնեմ։ Այսինքն տեսեք, սեփականությունը հանդիսացող պետություն տունը 100 քառակուսի մետր է, 50 քառակուսի մետր է, Աշոտինն է, ծառը, ասենք կռանը, դուռա, լուսամուտը, վարդը, որ տնգել է աճում է, ես առանց Աշոտի, ես իրավունք չունեմ, գնամ պոկեմ, ասեմ, ես դուրս եկել է ծաղիկը պոկում եմ։ Հասկանում եք, պետությունը, որը ունի ընդեր, համակարգեր, գործարաններ, հա, տեսեք, այն սովետական ժամանակահատվածում, որ ասում էինք, չնայած դա էլ էր բաժանում էինք, էլի ասենց ասեմ, այս բաժանում կոչվածը, հա, այնտեղ հասարակագիտության մեջ, обществоведениայի մեջ գրած էր, որ все принадлежит народу, все принадлежит государству, ամեն ինչ պետությանն է, ժողովրդինն է, հա։ Հիմա, այդ որ ժողովրդինն էր, հա, այսինքն եթե դա ժողովրդի սեփականությունն էր, հա, ապա ո՞նց եղավ այս պոռնո ծնունդները, Քորը, Ռաուֆը, Խերժոն, հա, Փաշողլին, բան, ասում է, դուք պետք է ասեք ադրբեջանցին որտեղ անստի։ Մի րոպե լա, գործարանները, ընդերքը, ջուրը, էներգո, տրանսպորտ կապ, համակարգեր, բան, ասում է, ումն է։ Ասում է, մերն է, ասում ենք ումն է։ Վիոլա ջերին ասում, վիոլան ումն է, ով է։ Սենց անում, վիոլայինն է։ Ով է տվել վիոլային, ասում ենք։ Ով է վիոլային տվել։ Սրազու բռնվում են խոսքերը։ Կենտրոնի վարչական շրջաններ է կոչվում։
վարչական շրջաններ կոչվածը, ասում է դուք պետք է բանը հարկեր վճարեք, բան, ասում եմ ու վճարենք։ Ասում եմ հələ քո այս հաշվի քշիրը տուր ինձ, տեսնեմ քո այդ հաշվի քշիրը, որ գումարը փոխանցվում է, ումա փոխանցվում։ Մը չեմ տալի։ Ոնց է չես տալի։ Ուրեմն դու չկաս, չէ։ Հետո ասում եմ լավ դու ով ես մախ, որ դու ասում ես պետք է մեզ նալոգ վճարեք, էլի, նալոգ է դա, չէ։ Հարկ է վճարում։ Ասում եմ ինչի համար ես քեզ պետք է վճարեմ։ Ենթադրենք բնակարանը իմ սեփականությունն է, ճիշտ ասում եմ, հա։ Ասենք մեբելը դու կարաս գաս ասես էս իմն է տուն։ Չէ։ Դու ես առե։ Բայց նույնիսկ ես տունը իմ սեփականությունն է, ես եմ առ այդ տվարուգա։ Ես քեզ խի պետք է սեփ, ես քեզ պետք է խի նալոգ տամ առ այդ պորնո։ Դու գալիս ես տունս մաքրում ես, ավել ես անում տունս, հա, ինչ որ ռեմոնտ ես անում, ես քեզ նալոգ տամ։ Ինչի համար նալոգ տամ։ Հարց ասում, դե ասում է, պետության, ասում եմ, որ պետությունը, պետությունը որն է, ցույց տուր լեմ այդ պետությունը տեսնեմ։ Մցրել եմ դադաղազություն, ածը, քնչական կոչված, իհարկե։ Ասում եմ, իրոք է, անգետյան։ Դու պետություն ես։ Ասում հա։ Ասում որ դու պետություն ես։ Ցույց տու քո պետության իրավունքը։ Ասում ոնց ցույց տամ։ Բայց դու ոնց ես պահանջում, ասում ես պետություն եմ։ Ես ոնց համոզվեմ դու որ պետություն ես։ Ինչի որ դու ասում ես ես որջա Լյուբան ասում է ինքը այն տրուբի վրա ֆռացող Լյուբան։ Ասում է ես որջապետ եմ, դուք էլ ասում եք ես էլ մնստր եմ, հա։ Հարց եմ տալիս։ Ոնց եք ճանաչում որ դուք պետություն եք։ Ինչով կարող եք հիմնավորել ձեր պետություն կարգավիճակը։ Պետությունը ինչ ունի, սահմաններ ունի։ Հարց եմ տալիս։ Եթե սահմաններ ունի, ապա ոնց եք այդ սահմանները տալիս ադրբեջանցի կոչվածին։ Հարց եմ տալիս։ Իշխանությունը ումն է։ Հարց եմ տալիս։ Ասում եք ժողովրդինն է, չէ՞։ Մենք ժողովրդավար ենք։ Հարցը ժողովրդավար ենք, հա։ Բայց պետությունը որ ծախում ես այդ պորնոյի ծնունդ։ Դու ժողովրդին հարցերել ես։ Հարց եմ տալիս։ Կամ որ դու ասում ես պետությունը։ Ինչով ես պետություն։ Ընդերքը ումն է։ Սուս դայմա երեսիս։ Ասում եմ ընդերքը ումն է։ Հող այդ ընդերքի, հա։ Շենքեր են, հա, այդ շենքերը ումն են։ Նայում են, ժողովրդինն է։ Դե ասում առել են, ով առե, ով է ծախի արա։ Եթե ժողովրդինն է, այդ հողը ժողովրդից հարցրել են, գեր ջան, ես ուզում ենք ծախենք Կիրակոսին։ Բայց եթե ժողովրդինն է, հոմ ժողովուրդը մի հոգի մարդ չի, կամ 10 հոգի հոտ չի, չէ, օրինակ եմ ասում, բացատրականում որ լցնեմ ուղեղները, էլի։ Լսում եք։ Մի հոգի է այդ ժողովուրդը, այդ Ռաուֆնախ, որից քթող քաշվող խերժոնա, կամակից շինվող փաշողլին, դրանք են ժողովուրդը, ուզում եմ հասկանամ, արա։ Դուք էլ եմ էլի ուզում սենց լսեք, ու իրար հետ սենց ոռլուծեք դուք։ Ես վերլուծում եմ։ Հարց առաջանում, էլի։ Մենք ուզում ենք հասկանալ, այդ վիոլան ոնց դառավ սեփականատերը մեր ջրի։ Այս էներգո, համակարգ, տրանսպորտ, կապ, գործարաններ, ոնց դառավ դոդիկների, լֆոների, խերժոնների, ռաուֆների, քորերի, լֆիկների սեփականությունը, բայց իշխանությունը ժողովուրդը մատնացածում։ Դուսը փողը հավաքում, փողամուրում 100 դրամով, ու այն պորնո ծնունդ դեսպանուհիներ ասում են ժողովրդավար առաջնահերթությամբ, ժողովրդահավար։ Հավար թե ժողովրդավար։ Հարց եմ տալիս, էլի, որն է դա։ Որտեղ է ժողովրդի իշխանությունը, որտեղ է, որ եթե սովետական համակարգ կոչվածի ժամանակ դա ժողովրդիններ, պետությաններ, հիմի ոնց դառավ Թուրքիայի, Ֆրանսիայի կոչված, հա, հանքերը գնացին մտան, ինչ որ Ռաուֆների քամակը, հա,
Ռաուֆները հանգարցակի պոլիցակից դուս եկան, դառան միլիարդատերեր։ Խերժոն եկավ, մի բոթասը, մի կոշիկը մյուսից ավելի մի համար մեծ էր, հա։ Մազերը սենց հիպի էր խաղում, հասկանում եք։ Այս պորնիկի ծնունդը, որ պատասախ խզբզած էր, քարտեզավորված էր այս փաշողլու, հա։ Հիմա արդեն դրա լակոտը ամիսի $3000 Սևիկրայա լափում, միլիոնանոց մերսեդեսներ են քշում, սրա պորրոկանիկը, որ էլ մարդ չմնաց սրան շինեց, այսօր դարել է առաջի լեդին, առաջի տիկինը։ Հարցը, ներողություն, հիշատակելու էլի։ Բոթասներով վզգոն եկավ, այսօր վզգոյի քույրիկները Արամչիկը, Արմենչիկը դարել են միլիարդատեր, ոսկու հանքերի տեր։ Քորը, որ սանդալներով եկավ 7 մայթանոց, նայում էր այս բոմժին, ասում էր այս պորնիկնով է, դարձավ նախագահ։ Արա հարց եմ, իրոք էլի սենց, ձերես որ մասը խուտուտ չի գալիս, կամ որ մասն է խուտուտ գալիս, ուզում հասկանամ, որ կարողանանք ջոգենք, էլի։ Ինչ է կատարվում։ Ով, ինչա, ինչը ով է, ովը ինչա, թե ինչը ով է, հասկանանք։ Դուրս են գալիս, գնում ենք բան, հեռացիր բան, ում հեռացնենք, ով է սրան նշանակի։ Այսօր մեկը ուրեմն նկարա դրե, ասում է, մեր Հիսուս Քրիստոսը բան, արա նմանա, ընկերոջս հետ նստած ենք, արա ասում եմ, գև, լսիլ է, արա վաչոյին նման չէ, արա ասում է տոշնի վաչուն է, Հիսուսի նկարն է, արա ասում եմ տոշնի մեր են վաչուն է, ասում է, հա, Գերասիմի վաչուն է, ուրեմն գրում ենք, ասում ենք, այս նկարը, ում նկարն է, մեկ էլ սովոր դրել, ասում է, դե նկարը կարևոր չի, ոնց թե, արա դու նկարը դրել ես, ասում ես, Աստվածն է մեր, իրանց էլի, արա եթե քո Աստվածն է, այս վաչուն է, հիմի այդ վաչոյին դուք սարքել եք ձեզ Աստված, ասում եմ վաչոյի հորը ճանաչում ես, ասում է, Աստված, Աստծու հոր, Աստծու հերը, բանն է, Աստվածն է բան, ասում եմ Աստծու հոր անունը ճանաչում ես, ասում է, գրվում ենք, էլի, գրվում ենք, հարցեր եմ տալիս, վրվել ես, չի անում, ինչ ասում, պատասխան չի կարող, դե գիտեք հայր հոգի սուրբ, ասում եմ, հա, հայրը, վաչոյի հորը ճանաչում ես, դե ասում է, նկարը կարևոր չի, արա եթե նկարը կարևոր չի, վաչոյի նկարը խի ես դրի, արա, վաչոյի նկարը մի քիչ պրոստը մազերը երկարծրած է դեր, ասում եմ, վաչոյի նկարը խի ես դրի, ասում եմ, նկարը կարևոր չի, արա եթե նկարը կարևոր չի, նկարը խի ես դնում, եթե դու չգիտես այդ ով է նկարված, դու ոնց ես ասում այդ Աստված է, ասում եմ, վաչոյին եթե դու չես ճանաչում, ոնց կարող է իմանաս վաչոյի հերն ով է, այս ջնջեց փախավ, աբսուրդը հասնում է անդեղ, որ շատերն է գրել են այդ տակը, գրում են, ամեն, ամեն, սենց, արա ես ուզում եմ հասկանամ, էլի, այս ժեխակույտը, որով է մտածում, ուղեղով է մտածում, ես ուզում եմ հասկանամ, էլի, եթե դու նկարը դնում ես, ասում ես նկարը կարևոր չի, կարող է Ախմեդի նկարն ես դնում, արա, մազերը մի քիչ երկարացնում ես, ասում ես Աստվածն է մեր, եթե դու դա համարում ես քո Աստվածն է, ուրեմն դու թուրք ես, իմի ուրիշ բան ասեմ, եթե դու թուրք ես, այ վիժված, լավ, բա մնացածները, որ ասում են ամեն, որովիցե մեկը չի նայում ասի, արա, հլը մի րոպեսում նման, արա, այսով է, որ դու չես, ասում եմ դու Քրիստոսին տեսել ես, ասում եմ չէ, ասում եմ բա որ դու չես տեսել, դե ասում եմ կարևորը նկարը չի, արա ասում եմ բա որ կարևորը նկարը չի, ոնց նկարը կարևորը չի,
Հələ մի րոպե, արեք մի հատ ցած վերլուծենք էլի իրար հետ։ Դու Քրիստոսին չես տեսել։ Բնականաբար իր արտաքինը չգիտես։ Եթե նկարը քեզ համար, այսինքն նկարը չես ասում, այդ քո աստվածացրած երևույթն է, չէ՞։ Այսինքն քո համար մեկը ով է այնտեղ պատկերված, դու ասում ես Տեր Աստվածը, կարող է հորթ են նկարում այնտեղ, հա։ Կարող է, եթե նկարը քեզ համար կարևոր չի, կարող է մի հատ ոռ են նկարում։ Սա կոնկրետ բան եմ ասում, արեք սա մի հատ լուրջ վերլուծենք։ Եթե քեզ համար նկարը կարևոր չի, այսինքն ցանկացած պատկերին դու կարաս ասես Աստվածը սա։ Սխալ եմ ասում ես։ Արեք մի հատ լուրջ իրար մի հատ տրամաբանորեն հարցեր տամ ու կարողանանք այդ հարցի պատասխանը իրար հետ գտնել էլի։ Եթե քեզ համար կարևորը պատկերը չի, ապա դու ես պատկեր նկարում։ Եթե դու պատկեր ես պատկերում, հա, ուրեմն այդ պատկերը քեզ համար այն էլ որպես Աստված ես վերաբերվում։ Հիմա հարցը առաջանում, դու քո համար կարևոր չի թե այդտեղ ինչ է պատկերված։ Դու ասում ես կարևոր չի պատկերը, կարևորը հոգին է։ Է որ կարևորը հոգին է, քեզ համար պատկերը կարևոր չի, կարող է պատկերի վրա որ նկարած լինի։ Կամ մի հատ էշ նկարած լինի, կամ մի հատ օղչար նկարած լինի, դու ասես մեր Աստվածն է։ Արեք մեզ լուրջ իրար մոտենանք էլի հարց ու պատասխանի միջոցով։ Լավ, ասում եմ Վաչոյին, այս Վաչոյի նկարը որ դրել ես, ասում եմ Վաչոյի հորը ճանաչում ես։ Ասում եմ աստու որդու հերը բան, ասում եմ չէ, տեսել ես հորը, չէ։ Բա որ չես տեսել։ Ոչ որդու, ոչ հորը։ Հա, շուրը գալ ասում եմ դե Սուրբ Հոգին։ Ասում եմ Սուրբ ում Հոգին։ Պրոպկան վրվել է։ Ասում եմ ում Հոգին։ Ում հոգի մասին ես խոսում, Աստծու, որ Աստծու, որ նկարում ես Վաչոյին, ուրեմն Վաչոյին ես չէ պատկերում, Վաչոյի հոգին, չէ։ Հարց եմ տալիս, եթե դու Վաչոյին չես ճանաչում, ո՞նց ես ասում Աստված։ Լավ, էցի է դեպիլ արա, բայց ժեղ կոչված որ ամեն, մեր Աստվածը, Հիսուս Քրիստոսը, հարց եմ տալիս արա, դուք Հիսուս Քրիստոսին տեսել եք։ Որևիցե մեկը տեսել է, եթե դուք այդ Հիսուսին չեք տեսել։ Դնում են նկար, մեկ եսիմ սուր քթովա, մեկ կլոր քթովա, մեկ կապուտ աչքերովա, մեկ սև աչքերով։ Արա հարց, արա դուք լսում եք ուղեղները տարած արա դուք։ Դրա համար ոնց ուզում են ձեզ մանիպուլյացիաների միջոցով խաղացնում են։ Հիմի, տեսեք, հասարակ հարց է, չէ՞ առաջ գալիս։ Լավ։ Այս օղչարա հոտը, էլի, որ գնում անդը լափը վերցնում է, ծափա տալի, ասում են ղժա ղժում է։ Լավ ղժած ենթադրենք, բայց ինչ է ղժում։ Լավ որևիցե մեկը չի ասում արա, լավ ասում եք, նրանք գնան մենք գանք, բայց դու խի գաց։ Հա? Դու ով ես, ինչ ես արև ապշե, քո կյանքով կամ դու ինչ ես ընդհանրապես, որ դու գաս։ Մեր ազգի համար ինչ ես արել, մեր պետության համար ինչ ես արել, կամ որ մեկը տա ինչ արել, բացի ձեր մասնավոր խնդիրներից, հա? Հարց եմ տալիս։ Տեսեք, ժեխին, ժեխը, բերը հաստրել են այն աստիճան, որ իրանց համար, տեսեք, քոր եկավ, գնա Ռաուֆը գա, նշանակեցին բնականաբար։ Ռաուֆը գնա, Խերժոն գա, Խերժոն վատնա, հերացիր, Փաշողլին գա, հիմա Փաշողլի հերացիր, Խերժոն թող գա։ Դե սրանց մեջի գյոթը, էս է ավելի շատ գյոթա, քան ստեն մեկն է։ Հիմի վաղը գա ձեզ ավելի շատ շինի։ Կասեք դենի ավելի վատ գյոթա թող են մյուսը գա, այնի քիչ էր շինում։ Այնի շինում էր, պրոստը լավ չէր շինում, էլի, կայնատ էր շինում, հիմա։ Արա այդ պորնոները լսում եք է։ Դու կարող է իրականում ոռները տա սենց հագցված գլխների, ես ուզում եմ հասկանամ։ Ինչ է կատարվում։
Մանկապղծության մասին օրենքը մի հատ ուղարկեք էլ են Լանզարոտի կոնվենցիան Արազ Զորաբյան կոչված են վիժվածքը, որ դրույթները ներկայացնում է, էլի մի հատ ընկերներից խնդրում եմ լավ ուղարկեք։ Ստամբուլյան կոնվենցիան, որ այդ Լանզարոտի կոնվենցիան արդենից ծրագրված դրված էր եւ նաեւ տարածքները հանձնված էր ու որևիցե մեկը այդ տարածքների վերաբերյալ ասում է այն պորնոներին խոսացնում են Ռաուֆին, այն Սեյրան օղլուն, մողլուն խոսացում են, ասում են դու գաք ինչ պիտի անեք։ Այն նույն են Վանեց օղլուն ասում է դու գաս ինչ պետք է անես։ Մենք դիվանագիտություն ասում է պետք է տանենք, այ պորնո դու արտաքին գործերի ներողություն։ ԱԱՑ կոչված այն պորնո կլուբի անդամի տնօրենը չէիր, հա? Որի Դենշիկներ, Փաշօղլու Դենշիկը չէիր այդ պիդր, հա? Որ Ախմեդից փողներ տանում, զապիսկեկներ, նամակներ տանում, երբ հանձնի, ոնց հանձնի, ինչ ձևի հանձնի, այ պորնո կլուբի երևույթ։ Ես իրոք էլի որ sense վերլուծում եմ ես այդ ամեն էլի։ Գալիս եմ այն ենթադրության, որ իրոք որ ձեզ բազմիցս բացատրականը տվել է, ասում եմ բառանին ինչի են մորթում, որտեղ բառան է։ Լանզարոտի կոնվենցիա ընդունող, Ստամբուլյան կոնվենցիա ընդունող վիժվածքները, լսում եք, վիժվածքները, որոնք 0-ից 4 տարեկան երեխուն պիտի պղծեն այլասեռը, եւ այս պորնիկներից որևիցե մեկը դրա դեմ դուրս չի գալիս պայքարի։ Չնայած իրանք ունեն փորներեր, հարսերեր, աղջիկներեր, ստացվում է մի բան։ Ովքեր դրա դեմ չեն պայքարում, դա ընդունում են, ճիշտ է։ Եթե ընդունում ես, ուրեմն դու էլ ես շեփ պիդեր։ Մանկապիղծ, հոմոսեքսուալիստ, հա, այլասերված, շինվող եւ այլն։ Եթե դու դա ընդունում ես, ու տես երևույթների կողքնել կանգնում ես, ուրեմն դու նույն պորնոն ես, ու նույն մանկապիղծն ես, ուրեմն նույն փչացած վիժվածքն ես, հարց է առաջանում։ Բայց դեպքում այդ վիժվածքների հետ ո՞նց են խոսում։ Հարց եմ տալիս։ Հա? Հոմոսեքսուալիստին ինչ են ասում։ Հարց եմ տալիս։ Քամակից շինվողին ինչ են ասում։ Իրա 4-5 տարեկան երեխու հետ կենակցողին, որ ասում է, կարևոր հանդիպումներից առաջ ես իմ արփի հետ եմ քնում։ Այս պորնիկի հետ հարց եմ տալիս։ Ինչ են ասում դրան, հա? Ես հարց եմ տալիս, ասում եմ, ինչ են ասում դրան, հա? Որից շինվող գյոթին ինչ են ասում, արա այդ պորնոներ։ Որից շինվող գյոթին, որ ասում են իշխանություն, այսինքն իշխող երևույթ, էլի, որ իրանց իշխում է, ու իրանք դա ընդունում են որպես իրենց իշխող, գյոթին իշխող որպես իշխանություն։ Այդ պորնիկը ինչ է։ Հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս։ Այդ պորնիկը ինչ է։ Նույն պորնիկը չի։ Հարց եմ տալիս։ Հիմի այս պորնիկին թուրքի շինված վազմակի օգտագործված ռեզինի, այս հոմոսեքսուալիստ պիդերին, որին նշանակել է խերժոն, դադաղացությունը, ածնոցը, քնչական նոցը, Ռաուֆի բջերը եւ այլոք, հարց եմ տալիս։ Կամ դրանց թիմակիցները, դրանց հետ լափուտողները, հարց եմ տալիս։ Որ դրանց այդ հոմոսեքսուալիստին, պիդրին,
Քամակիչ շինվողին ասում են մեր իշխանությունը որ տարածքները ծախում է ու դրանք ասում են իշխանություն է, չեն ասում ապօրինի է, անօրինական է, սրան պիտի գնդակահարենք, սրան պիտի տեղու սատկացնենք, ծամոնը գցում են բերանները, հերը, լսում եք է պիդրներ, արա, լսում եք է վիժվածքներ, այ հոմոսեքսուալիստ պիդրներ, դուք ուր եք եկել, ում մոտ եք ինչ խաղում, արա է, լսում եք ժեխեր, հարց եմ տալիս, որ դուք որից շինվող երևույթին, իր երեխային, շինողին, ասում եք իշխանություն, դուք ինչ եք արա, մի րոպեևնա, մի րոպե, один момент, լմա րոպե, հա, Товарищи наши соотечественники, да? Ես իրոք զարմացած եմ այն ժեխակույտի վրա, որ այսօրվա վրա այդ ժեխակույտը իրան շինողին ասում է իշխանություն, իր երեխուն պղծողին ասում է իշխանություն, իր երեխային տանող ցեղասպանողին ասում է իշխանություն, իր տունը քանդողին ասում է իշխանություն, թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզինին, որը թուրքը օգտագործում էր իր չամադանները տանելու, շինում էր ու ուղարկել էր որ ձեզ շինի, այլասերի պղծի, դուք ասում եք իշխանություն, այդ դեպքում հարց է առաջանում, էլի, բա դուք ինչ եք, եթե դուք այդ պորնոներին ասում եք ձեր իշխանությունն է, ուրեմն դուք էլ եք պորնո, ուրեմն դուք էլ եք մանկապիղծ, Արա այսօր մարդ չկա ընկերներից, ես մի հատ ուղարկեք էլ այս պորնիկների նյութերը ես որ գտնեմ էլի։ Ման չգամ։ Այլո։ Խռովել եք, չեք ուզում ուղարկեք։ Դե լավ որ խռովել եք, մի ուղարկեք։ No problem։ Մռոպե, հա։ Դա մի հատ քթեք ուղարկեք, հա, թե չեք ուզում ուղարկեք։ Особый заказ, что ли, сегодня? Մի հատ էս պորնիկի, որ երեխուն ասում է իր երեխուն։ Ասում է իմ ծոցս պտի քնցնեմ, մի հատ այդ մեկ է Լանզարոտի կոնվենցիան, որ դրա դրույթները ներկայացնում են։ Մի հատ ուղարկեք։ Ասում եմ, որ աղջկան ասում է, բանը, ծոցս պիտի քնացնի, եւ նաեւ բանը է, Լանզարոտի կոնվենցիայի դրույթներն այն, Արա Զորաբյանը կոչվածը ներկայացնում։ Չիմացար, որի հետ եմ։ Լավ, հլա խոսենք միջև ոնց որ ասած
հասնի այդ նյութի ոնց որ ասած ներկայացմանը, հա, կամ գտնեն ուղարկեն էսա։ Այս պոռնիկները մտնում են էջիս մեջ, բան են անում։ Բոլոր նյութերը հանում բան են, ջնջում են։ Այս պոռնիկը ծնունդները։ Հիմա ես տեսեք, այս հարցը ձեզ եմ ուզում տամ, էլի։ Ուզում եմ նաև ես որ գիտակից կոչված հատվածը հասկանանք, կարողանում է ուղեղը աշխատացնել, թե ոչ։ Եթե ուղեղ կոչվածը ունի, ուրեմն պիտի ուղեղ կոչվածը աշխատացնի, ճիշտ է։ Մի հատ լսեք էսի, էլի սրա։ Միգուցե հաջողվի շարժումը։ Ինչ է անելու, հնարավոր է հակազդել, հնարավոր է ինչ կարել։ Ոնց ինչ անելու, անելու ինչ որ 30 տարի արել։ Արմազանում այն իշխանությունը, որ միգուցե կա այն իշխանության, միգուցե հաջողվի շարժումը։ Ինչ է անելու, հնարավոր է հակազդել, հնարավոր է ինչ կարել։ Ոնց ինչ անելու, անելու ինչ որ 30 տարի արել։ Հիմա լսում եք, ասում է, որ գաք ինչ պետք է անեք, ասում է ինչ արել ենք 30 տարի, էլի պետք է անենք, էլի, ինքը ասեց, չէ ու ես չեմ ասում, հարց եմ տալիս, ես ու չեմ ասում, ասում է, որ գաք, հանջողվի գաք, էլի, չնայած իրանք են, այս բոզի տղուն հո ինքը իրան չի կառավար, այդ հրահանգները, այդ Լանզարոտի կոնվենցիան որ կա, հո ինքը չի ընդունել, այդ Խերժոնը ընդունել, Ռաուֆն ընդունել, այս բջին, այս վիժվածքին դրել են մի նպատակով, որ իրանց կողմից ստորագրված փաստաթղթերը ներկայա հողերի հանձնումը, երեխաներին զոհաբերումը ներկայացվի որպես, որ այս վիժվածքն է տալիս, որ իրանց վրայից այդ բոլոր պատասխանատվությունները վերացնեն։ Հետո այդ Լանզարոտի կոնվենցիան ու Փաշօղլին մենակ չի ընդունել է օրենսդիր կոչված մարմինը, չէ, այսինքն ազգային ախորի դեպուտանկաները, ճիշտ է, հարց եմ տալիս։ Հիմա մի րոպե, հա, բա եթե դեպուտանկաներն են ընդունում, ընդունեցին օրենսդիր մարմինը, բա լավ, բա գործադիրը ինչ անում, այսինքն մուսռնոց, դադաղազնոց, ածնոց, քնչական, դադավորներ, պաշտպանում են այդ օրենսդիր կոչվածի կողմից ընդունված որոշումների ի կատար ածելը։ Իմի հարց է առաջանում։ Դուք չեք հասկանում դե։ Հա? Դուք այդքան գիտակցություն չունեք։ Հիմա տեսեք հարցարակ պարզ հարց եմ տալիս, էլի։ Պարզ հարց։ Բա եթե այս ընդունել է օրենսդիր մարմինը, գործադիրը պաշտպանում է այդ այլասերվածության, պոռնկածանության, պղծության, մանկապղծության օրենքները։ Ստացվեց Փաշօղլին, հա? Հարց եմ տալիս։ Ստացվեց մենակ Փաշօղլին, հա? Բախի չեք ասում, ազգային ախորի դեպուտանք եք, մտեք կզարան։ Հարց եմ տալիս։ Բախի չեք ասում, գործադիր մարմին կոչված կառավարությունն է, մուսռնոցն է, դադաղազնոցն է, ածնոցն է եւ այլնոցն է, մտեք կզարան։ Հեռացիր։ Ինչի հեռանանք։ Դավաճանին, պետական դավաճանին, Թուրքին հեռացնում են, թե սատկացնում են։ Հարց եմ տալիս։ Մենք դավադրություն ելկորո ԱԴ ՀՅԴ ղեկավարների կողմից ովքեր են ընդունել այլասերվածության մասին օրենքները սկսենք ներկայացնել հա որ լսեք
Պատասխանել մինչև մարտի 3։ Այսօր մարտի 3-ից անցել արդեն 13 օր եւ ստացել եք ընդհանուր 400 ուժերից պատասխաններ, հայերական դաշնակցություն եւ դաշինք, որոտաշինք եւ ազատ դեմոկրատներ։ Որոնք ընդունել են գյոթության մասին օրենքը։ Լսում եք արա, հիմա լսում եք, իշխանիկը, Արմենչիկ Ռուստոմյանը, լսում եք արա, նք ցույց տվեցի փաստացիով, հիմա տեսեք, վերեմ ձեզ կողեմ աշկերները, տելի, որ դուք ընդունեք հասկանաք, էլի, Դաշտանները ում շահ է, ես որ ասում եմ դաշտաններ, շատերին ասում եմ պարոն Սիմոն, նախ մի քիչ կոպիտ եք, չհասկացա։ Ականջներդ մացս մաքրեք արա, լսեք ինձ։ Խերժոն էլ ընդունել, Կարեն Կարապետյանն էլ ընդունել, Ռաուֆն էլ ընդունել, լսում եք արա, Փաշողլին էլ ընդունել, Կուսակցական պորնոներն էլ են ընդունել, նաև հեղափոխական դաշտանները, կարմիր դաշտանները, չգիտեիք, հիմա տեսեք, դաշտանները ում շահերն են պաշտպանում, հա, հարց եմ տալիս, դաշտանները ում շահերն են պաշտպանում, Ռոբիկ Քոչարյանի ինքը Ռաուֆ Սեյդօղլու, չէ, Հիմա հարց է արեցյանում, ոնց կարող է պատահի հոմոսեքսուալիստը պաշտպանի ազգայնականի շահերը, հարց եմ տալիս, հա, ոնց կարող է պատահի հոմոսեքսուալիստը ավանդույթ, մշակույթի, լեզվի, հոգևորի ազգային, դրա կարող է լինի, հարց եմ տալիս, մի րոպե, մրոպե, հարց եմ տալիս, մի րոպե, Չի, բայց ուզում եմ լրիվ կիսվել եմ։ բայ ես դերենենենեն։ Չեն կարող է մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բարակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չէ ինչի։
կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը կներեք արքին պետք է այդ գիշերին ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է։ Այդ կարևոր բանակցություններից առաջ կներեք կարող է չլինեմ абսուրդ խնդրի, բայց ուզում եմ լրիվ կիսվելի է բացվել ձեզ հետ։ Ձեր կարող է այնպես մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չընչի։ Կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը կներեք արքին պետք է այդ գիշերին ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է։ Տեսեք, ոնց է շեշտը դնում, ծոցը քնի։ Հիմա տեսեք, արեք սենց մի հատ իրար հետ սենց վերլուծական անենք, էլի։ Էս որ ծնողը, եթե ազնիվ մաքուր սիրով է սիրում իր երեխային, դարձնում է հրապարակային սիրո զգացմունքի փոխանցումը։ Կամ մի րոպե, ես իմ երեխուն սիրում եմ, ինչի պիտի դրա մասին ինչ-որ ուրիշը իմանա կնե։ Մի րոպե։ Կներեքը որն է, եթե դու երեխային սիրում ես անկեղծ սիրով, ծնողական սիրով, դու ոնց կարող ես պատահի դրա համար ներողություն խնդրես, կամ ինչի մեր պետք է խնդրես։ Հարց եմ տալիս։ Տեսեք, դες ուղեղին հիշում եք, չէ՞, ես 102 կոչված այդ պորնո կամանդին, լսում եք։ Այս պորնո կամանդին հանցագործության մասին հայտարարություն է տվել, որ լսի։ Լսում ես։ Այս պորնիկի ծնունդը մանկապղծությամբ է զբաղվում, անչափահաս երեխայի հետ իր հետ կենակցում է, որի մասին ինքը բացարձակ հրապարակային ներկայացնում է։ Որ առորս որևիցե պատասխան չկա, այսինքն սա մուսորսկի կամանդն էլ է գյոտ մանկապիղծ։ Հիմա այս օրենք ընդունողները մանկապղծության, այլասերվածության, տեսեք, դաշտաններից։ Հիմա այդ դաշտան կոչվածները, Ռաուֆը, Խերժոնը, դեպուտանկեք են, մուսորներ են, դատաղազներն են, խարոշի կոչված տղաներ են, հա, այնտեղ քայլականներն են, լաո երկողներն են։ Հիմա այս պորնիկին, որ ասում են, մեր իշխանություն ընդունում ես, չէ՞ որ ասում ես հեռացիր, չէ՞։ Ես դրանց դեմ տանում եմ դատը որպես պետական դավաճան, թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզին, հա, որ նա անօրինական է եւ նրա կողմից որևիցե որոշում, նրա համակարգի կողմից որևիցե որոշում, հա, գործողություն, պայմանագիր, վճիռ, ոչինչ է, որովհետեւ ինքը ապօրինի է։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, ում է ձեռ տալիս, որ այս պորնիկին, այլասերվածին, քամակից շինվող երևույթին, հա, մանկապիղծին, պետական դավաճանին, թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզինին ճանաչեն որպես իշխանություն։ Դե արեք մի հատ սենց հասարակ թվաբանություն եմ ձեզ տալի, ու այդ թվաբանությունը արեք իրար հետ սենց մի հատ լուծենք։ Արեք լուծենք։ Ում է ձեռ տալիս, որ այս քամակից շինվողը, մանկապիղծը, իր 4 տարեկան, 5 տարեկան երեխուն շինողը, պղծողը, այլասերողը լինի իրանց իշխանություն։ Դու ասում ես սա ապօրինի է, նրանք ասում են չէ, հեռացնենք։ Այս իշխանությունն պիտի ընդունում է իշխանություն ու ասում է հեռացնենք։ Բայց եթե դու այս իշխանության մաս ես կազմում, այ պորնիկ, ուրեմն ընդունում ես, չէ՞։ Եթե չընդուներ, կասեր, անօրինական է, եւ դու դրա հետ ընտրության չէիր գնա։ Եթե դու գնում ես դրա հետ ընտրության, ընդունում ես իր կողմից ընդունած որոշումները, չէ՞։ Իր կողմից ընդունած պայմանագրերը, հողի ծախելը, պետության ծախելը, ընդերքի ծախելը, համակարգ հարց են տալիս, հասարակ լոգի թվա երեխային, տեսեք մանկապարտեզի երեխային, որ դնես դեմը, այս հարցը կլուծին է։ Ես ձեզ եմ հարց տալիս, գիտակից կոչված հատված, ձեզ եմ հարցը տալիս, դուք ոնց եք դա գիտակցում, ոնց եք վերլուծում, ոնց եք հասկանում։ Ում է ձեռ տալիս մանկապիղծին, պորնիկին, թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզինին, պետական դավաճանին, քամակից շինվողին ասի իմ իշխանությունն է։
Հարց եմ տալիս։ Մի րոպե։ Մի րոպե։ Առաջ կներեք կարող է չլինեմ абսուրդ հնչի, բայց ուզում եմ լրիվ կիսվելի է բացվել ձեզ հետ։ Մենք կարող ենք այնպես մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չհնչի։ Մի րոպե լա։ Կոպիտ հնչելը ո՞րն է։ Հարց եմ տալիս։ Կոպիտ հնչելը ո՞րն է։ Երեխային ազնիվ մաքուր սիրով, ծնողական սիրով սիրելը կոպիտ հնչեղություն է ունենում։ Հարց եմ տալիս։ Հիմա այս պոռնիկի ծնունդին ով իրան իշխանությունա համարում ընդունում։ Նույն պոռնիկի ծնունդը, չի։ Կներեք արքին պետք է այդ գիշերին ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է։ Մի րոպե։ Կարևոր բանակցություններից առաջ կներեք կարող է չլինեմ абսուրդ հնչի, բայց ուզում եմ լրիվ Абսուրդը ո՞րն է։ Մի րոպե արեք, հիմա ցած իրար հետ մտ վերլուծենք էլի։ Абսուրդը ո՞ր դեպքում է դիտարկվում։ Абսուրդը այն դիտար նորմալ սիրո մեջ բնականաբար абսուրդը ո՞րն է։ Ծնողական սիրո մեջ։ Абսուրդը ո՞րն է։ Абսուրդը նա է, որ ձեզ լսացնել է տալի, որ ինքը իր երեխու հետ ծոցն է քնցնում։ Որ իր երեխու հետ ինքը կենակցում է։ Որ ինքը իր երեխուտ հարաբերություններ է իմանում, սեքսային, սեքսուալ հարաբերություն է ունենում, արա։ Ու դրա մասին իր պոռնիկ կնիկը գիտի։ Իր պոռնո աղջիկը գիտեն։ Իր պոռնո ախրանան գիտի։ Իր այդ մուսռները գիտեն, իր դատախազ կոչվածները գիտեն, ԱԱՑ-ն գիտի, քնչականը գիտի, հատուկ քնչականը գիտի, Սասունիկը գիտի, Վանեցօղլին գիտի, Ռաուֆը գիտի, Խերժոն գիտի, լյովիկները գիտեն, ու բոլորը նույն պոռնոներն են, և դուք զարմանում եք, ինչի վրա եք զարմանում, ում եք փոխում, ում եք բերում այդ պիդորներ, հա, ում կողքն եք գնացեք կանգնե, արա ներողություն վայ, երևույթներ, ում կողքն եք կանգնել, հա, հարց եմ տալիս, ում կողքն եք կանգնել, մանկապիղծ գյոթի կողքն եք կանգնե, հա, Տեղեկատվություն կտանք մեր հայրենակիցներին, մենք տեսեք 0-4 տարեկաններին մեջ բերել եմ մի քանի հատված, ինչ պետք է տեղեկացնեն երեխային, որում սա խորհուրդ է տվում, երևի թե 0-4-ը ծնողներին որոշ իրենք տեղեկացնեն, երեխային պետք է տեղեկացնեն հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտման, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին, սա մինչև 4 տարեկան երեխաներ, ուրեմն և գենդերային ինքնությունը հետազոտելու իրավունքի մասին։ 4-ից 6 մի րոպե լա, մի րոպե։ Գենդերային ինքնությունը պարզելու համար նաև։ Դա 0-ից 4 տարեկան երեխաներին էր։ Այսինքն երեխան ծնվում է, երեխայի վրա արդեն պիտի պարապեն, էլի։ Երեխային արդեն պիտի այլասերեն պղծեն։ Դեռևս բարուրից էլի հասկանում եք։ Սա Լանզարոտի կոնվենցիայի դրույթներն են, որը Խերժոն, Ռաուֆը, դաշտանները, լսում եք, ընդունել են, որովհետև նրանք կամակից շինվող են, հա, իրանց ընտանիքների մեջ դա սրբություն է, հասկանում եք, եվրոպական արժեքներ են, եվրոպեյսկի է, բայց սա հանրապետական կույսակցությունը Շարմազանովներով, հա, ասոցյաններով, հա, շմայսներով, լսում եք,
լֆոներով, դոդիկներով բոլորը ընդունել է, ընդունում է։ Հիշում եք, չէ՞, դոդիկն էլ ասում էր, այդպես բաներ պետք է գախնի արվի, որ չտենան, արա, կխայտորակվենք, արա, կասենք գյոթ է, բա գյոթ է։ Գրզոն էլ այսօր դրան ընդունում ես գյոթին, այս մանկապղծության օրենքները նա էլ է ընդունում։ Ովքեր ասում են իշխանություն է, հեռացիր, նույն գյոթի կամանդն է, լսեք, Կան մարմնին դիպչելու հաճույքի եւ ուրախության մաստուրբացիայի մասին, որոնք պետք է տեղեկացնել բոլոր զգացողությունները հանդիսանում են նորմալ։ 6-ից 9 տարեկան համացանցում սեքսի մասին, հաճույքի եւ ուրախության իր մարմնին դիպչելու այդ թվում մաստուրբացիայի մասին, սեռական ակտի մասին։ Սա 6-ից 9 տարեկանին, 9-ից 12 տարեկան։ Հղիություն, չպաշտպանված սեքսի, առաջին սեռական փորձի, գենդերային կողմնորոշման մասին, հաճույք, մաստուրբացիա, օրգազմ, նույնասեռ սիրո մասին։ Սա 9-ից 12 տարեկան երեխաների։ Ես բացեմ չես բարձր արդեն վախենում եմ հնչեցնել, որովհետև գնալով ավելի բարդ է։ մի րոպե, հա։ Մի րոպե, լա։ Հիմա դուք փաստացի ձեր երեխեքին պղծողներին ասում եք ձեր իշխանությունն է, հարց եմ տալիս։ Ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս։ Ձեր երեխեքին պղծողներին, այլասեռողներին, հա, նրան սեքսի մեջ գյոթ սարքողներին, հա, ձեզ իշխանություն եք համարում, հա, հարց եմ տալիս, բայ պորնո ծնունդներ, ես ձեզ ինչ ասեմ, հարց եմ տալիս, ես ձեզ ոնց որակեմ, ինչ ասեմ, սրանց դատն եմ տանում որևիցե մեկը որը չբարձրացրեց կուշետկից, հա, թախտից, հա, դիվանից, հա, կռեսլոյից, հա, գար մասնակցություն ունենար։ Հարց եմ տալիս, խիղճ չեք գալիս, բա ձեր երեխաների, մի րոպե, ձեր երեխաների, ձեր ավանդույթի, ձեր մշակույթի, ձեր լեզվի, ձեր սրբությունների, երեխաները ձեր սրբություններն, այլի, կարծիքով ցանկացած գիտակից մարդ դա հասկանում է։ Ձեր սրբություններին տեր կանգնողի, ձեր իրավունքներին ինչի չեք տեր կանգնում։ Ձեր երեխաներին, ձեր օջախների սրբություններին ինչի տեր չեք կանգնում, հա։ Հարց եմ տալիս։ Ու դուք համարում եք ձեզ ինչ-որ մարդկային հատկանիշներով երևույթներ, ընտանիք ունեք, երեխա ունեք, կին ունեք, ոչ մեկը էլ չունի, ովքեր մոտիկ չեն գալիս, ովքեր այդ պայքարին չեն միանում, ովքեր սրանց դեմ դատավարությանը, որը ես եմ տանում, որպես պետական դավաճան, որպես թուրքի շինված բազմակի օգտագործված ռեզիններ, որպես մանկապիղծեր, բայն չեն մտե փաստաթղթերը գողացեին տնից, հա? Բայն չեն մտե մուսռները, եթե իրանք նույն որից շինվողները չեն, նույն մանկապիղծերը չեն, որ իրանք իրանց երեխեքին չեն շինում, հարց եմ տալիս, որ իրանք իրանք 4-5 տարեկան երեխեքին, աղջիկներին, տղեկին չեն այլասեռում, որ սրանք պիդր չեն, ինչ են գալիս, բնակարանից ես գողանում, գումարները, դատական գործերը, հա? Հարց եմ տալի, որ դադաղազություն, ածը, քնչական, դադավորներ, որ գյոտ չեն, որ որից չեն շինվում, իրանց երեխեքին չեն շինում, չեն պղծում, չեն այլասեռում, հարց եմ տալիս, հարց եմ տալիս, բախի չեն գալիս միանում սրանց դատավարությանը, հա? Հարց եմ տալիս, տես կոնկրետ հարց եմ տալիս,
բա Ռաուֆ, Մաուֆ, Խերժո, Մերժո, բա դրանց կողքին ֆրֆրացող պորնոները, բա ինչի մոտիկ չեն գալիս, հա? Դրանք ընտանիք, հա, սրբություններ, հա, գաղափար, հա, ավանդույթ, մշակույթ, լեզու չունեն, բա այն գողական կոչվածները, քրեական մշակույթի կրողները, հարց եմ տալիս արա, բայց ձեզ չի քորում այդ հարցերը, որ ձեր սրբություններին, ձեր երեխեքին 0-4 տարեկանից պիտի այլասեր են, հա? Այլասերում են, օրենքներ ընդունել են, այս մուսորներին էլ լցել են, որ դրանց միջոցով էլ սկսեն կիրառել։ Իմի հարց է առաջանում, տեսեք բացատրեցի, չէ՞։ Ով է ընդունում այս օրենքները։ Ազգային ոխորը, չէ՞։ Ազգային ախորի ընդունած որոշումները ով է կիրառում, ով է դրա կիրառելիությունը ապահովում, հարց եմ տալիս, հա? Այլո, մուսորնոցը, դադաղազնոցը, քնչականը, հակակոռուպցիոն կոչված պորնոները, դադավոռները, սահմանադրականները, դեպուտանկեքը, կույսակցական պիդրները։ Հիմա հարց է առաջանում, տեսեք, կոնկրետ հարց եմ տալիս։ Բայց դեպքում ինչ եք մենակ փաշողլու ասում հեռացիր։ Չեն ասում ես սատկացնենք, չեն ասում դու պիտի պատասխանատվության, ասում եմ դատն եմ տանում, արեք միացեք, չի ասում եմ մենք հեռացնում ենք։ Հիմի հարց է առաջ գալի։ Ոնց կարող է պատահել այդ օրենք ընդունողը դուրս գա դրա դեմ պայքարի։ Ցույց տվեցի փաստագրական դոկումենտալ տեսագրություն, որ այդ գյոթի մասին օրենքները ընդունել է Դաշտանը, Ելքը, Խերժոն, Մերժոն, հարց եմ տալիս, դրանց պաշտպաններն ովքեր են, այս պոռնիկներին իրենց իշխանություն ճանաչողներն ինչեր է, պիդրներ, այ պիդրներ, այ մանկապիղծ գյոթեր, դուք ընտանիքներ չունեք, դուք մանկապիղծ գյոթեր եք, ովքեր ես գյոթերին ընդունում են իրանց իշխանություն, ովքեր դուրս չեն գալի դրանց դեմ պայքարի, բոլորդ էլ գյոթ եք, այդ թվում նաև սփուրքը, բոլոր սփուրք կոչվածները, լսում եք արա, ես պարզապես ապշած եմ, իրոք ապշած եմ, ապշած եմ այն երևույթի վրա, որ ես մտածում եմ մենք ազգ ունենք, մենք ունենք գիտակից մարդիկ, չէ, ես պարզապես սխալվում էի, ես սխալվում էի, ես սխալվում էի ու շատ խորը հիասթափված եմ, որ փաստացի մենք չունենք ոչ ազգ, ոչ գիտակից հատված, ոչ էլ մարդկային հատկանիշ ունեցող անձնավորություններ։ Ցավալի է, բայց փաստ է։ Որովհետև եթե դուք, այսինքն այն հատվածի մասին եմ խոսում, որը իրեն համարում է մարդ էլի գոնե։ Եթե դուք մարդը լինեիք, դուք թույլ չէիք տա 2019 թվականից մինչև պատերազմը դատական process-ը սկսեցի սրանց դեմ լրացուցիչ, որ սրանք տանելու էին մեր երեխաներին, մեր ոսկե սերուցքին զոհաբերեն, որևիցե մեկը մոտիկ չեկավ։ Ինձ կանչեցին, հրավիրեցին պաշտպանության նախարարություն ծնող կոչվածները,
որ ես իրենց շահերը պաշտպանեմ, ուղղորդեմ, ճիշտ ուղղվածություն ցույց տամ, որ ովքեր են մեղավոր, ումից ինչ պահանջ են։ Այս պորնոները սադրում էին, որ կռիվ սարքեին, մուսորները ինձ հավքեին, տանեին։ Բայց մուսորները ավելի մարդ եղան, քան թե ծնող կոչված գանդոնները, որոնք ասում էին մենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Բա պորնոյի ծնունդներ, բա այդ քաղաքականության անվան տակ չտարան ձեր երեխեքին, զոհաբերեցին, հա? Չէ՞ որ իրանք ամրագրել էին մեր տարածքները որպես ադրբեջանական, բայց ասում էին Արցախը մերն է եւ վերջ։ Ու տարան զոհաբերեցին։ Ու այդ պորնիկի ծնունդը, ծնող կոչվածները, փոխարենը գային լսեին, ինչ եմ ասում, ինչի մասին եմ խոսում, ում շահերն են պաշտպանում, կանչել էին, որ շահերը պաշտպանեին, բայց իրանք, ես գնացի իմ ձմեռը իրանց, ասենք իմ տակ տեղը նստած էինք, մի տեղ նստած էինք տղաների հետ, կանչեցին, գնացի իրենց երեխաների մեր ոսկե սերուցքի շահերը պաշտպանեն, բայց այս պորնիկները սադրեցին ինձ, սադրում էին։ Էլ չեմ ասում լրատվական պորնուհիները բոլորը փախան, որ կռիվը լներ, մուսորները գային, ու եկան տարան մուսորներ էլի։ Ես մի բանի վրա եմ, էլի ապշած, իրոք ապշած եմ։ Այն անեկդոտ կա, չէ, որ մեկը կանգնած ալնում, մեկը մոտենում էր, ասում է բարև գյոթեր։ Կողքը նայում է, ասում է խես ասում գյոթեր, մենակ եմ կայնած։ Ախր ասում շատ գյոթն ես է։ Այ դուք այդ շատ գյոթերից եք։ Որովհետև ցանկացած գիտակից մարդ քունը չի տանի։ Գլուխը ոնց դնի բարձի վրայից կընկնի, չի կարա քնի, որովհետև ցանկացած նամուս, ինքնասիրություն, ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգևոր, օջախ, ծնող, երեխա, գիտակցություն ունեցողը չի կարող քնել։ Բայց դու գանդոններ։ Այդ բոլորին է վերաբերվում, ովքեր լսում են, ու էլի ворները հագցնում են գլխներին ու քնում են։ Ինձ համար կարևոր չի, էդ էլ ասում ձեզ։ Որ ասում են արյունակից է, ինձ համար արյունակից գոյություն չունի։ Ինձ համար ազգային, ավանդական մշակույթ, հոգևորի, ազգային գենկրողի անձնա պաշտելի, ընդունելի։ Մնացածի ով ուզում ալնի։ Ու ժամանակը գալու է։ Ես ասել եմ։ Ու ժամանակը գալու է, դա իրականացնելու ենք, ворները 4 տոնածառ ենք կոխելու, նոր գնդակահար ենք։ Դուք չեք փրկվելու, որովհետև բոլորդ այսօր լափակեր եք դարձել, ովքեր այս գանդոնի կողքն են, ովքեր Խերժոյի կողքն են, ովքեր Ռաուֆի կողքն են, ովքեր այս պիդրների թիմակիցների կողքն են, որովհետև մենք իրականում պետություն չունենք։ Բերոմս դա չի եղել։ Ու այդ բոլոր ձեր գանձերը, ձեր սրբությունները ծախվել է այդ 4 պորնոների անմիջական մասնակցությամբ, գլխավորությամբ։ Եվ որ դուք դա ընդունում եք եւ ասում եք իշխանություն, այսինքն օրինականացնում եք սրա անօրինականությունը, մանկապղծության մասին օրենքները, պոռնկաբարոն գործողությունները, ձեր երեխեքին սպանելու, ցեղասպանելու փաստը։ Եվ որևիցե մեկը դրան չի անդրադառնում, դուք հատուկ պոռնո կլուբի պոռնո երևույթներ եք։ Ձեր բոլորին սատկացնելը քիչ է։ Ձեզ դաժան մահը սպասվում։
դաժան մահ, որովհետև ցանկացած գիտակից մարդ, նորից եմ ասում, գիտակից մարդ չեմ ասում է ազգային գեն կրողը, քունը չի տանի, այ պորնոներ, քունը չի տանի, որ գյոթը ասում է absurd, իրա երեխուն տանում է, կողում է իրա ծոցը, շինում է, ու դա ձեզ լսացնել է տալիս, և դուք ես գանդոնին ասում եք իշխանություն, և դուք ասում եք ընտրության գնանք, ձեր պորնիկ սերունդը ես, ձեր եղած չեղածը, ձեր ընտանիք կոչվածները, որովհետև նույն պորնիկի ծնունդները դուք եք, դաշտանները եկել են սպյուրքես, իհարկե լապը տվել են, ու այդ լապը տվել են այդ դաշտաններին, բերել են ստեղ, ու այս պորնոները ասում են, հեռացիր, իբր թե մուսրներն էլ, դրանց դեմ են պայքարում, այսօր մուսրները, մի կադր ցույց տամ, էսա մի րոպե, էսա մի րոպե, մի րոպե, էսա քթանք, կադրում են էլի պորնոները, բայց էսա նորից գեդեն է, դուք ուշադիր նայեք նստարանները որտեղ է դրված, մուսրները ինչ են պաշտպանում, ճանապարհը փակած է, մուսրները պաշտպանում են փակ ճանապարհը, մուսրները նստարանները չեն տեղադրում այնտեղ, որտեղ պետք է, այսինքն սրանք նույն թիմակիցներն են, նույն խաղն են խաղում, հասկանում եք, սրանք դուք գիտեք, ժողովրդի, բնակչության, քաղաքացիների, պետության շահերն են պաշտպանում, այս գանդոնները պաշտպանում են, գյոթի, հոմոսեքսուալիստի, մանկապիղծի, այլասերվածի, ձեր երեխաներին պղծողի շահերը, իրանց երեխաներին պղծողի շահերը, իրանց ընտանիքը քանդողի շահերը, որովհետև միշտ ասել եմ ձեզ, ընտանիքը դա պետության հիմնասյունն է, ընտանիք չկա, պետություն չկա, չնայած նորից եմ ասում, մենք պետություն չունենք, որովհետև մենք այն սահմանները, այն տարածքը, որը պիտի ամրագրված լինի որպես կարգավիճակ պետության, ստատուս, ասենց ասեն, որը ունենա համապատասխան սահման, տարածք, որի վրա լինեն պետության համակարգերը, գործարանները, հողը, ջուրը, տրանսպորտ, կա բան, այդ բոլորը հանդիսանում է ջհուդների սեփականությունները, թուրքի շինված, բազմակի օգտագործված գանդոնների սեփականությունը, ու այս գանդոնները ծառայում են այդ ջհուդների, այդ թուրքերի շահերին, մանկապիղծ փաշողլու, մանկապիղծ խերժոյի, նարկաման խերժոյի, գումարբազ խերժոյի, հոմոսեքսուալիստ Ռաուֆի, թուրքի շինված բազմակի օգտագործված Ռաուֆի, որի հերը Սեյդն է, որի դեմ դադավարություն եմ տանում, խերժոյի դեմ դադավարություն եմ տանում, որպի Փաշողլու դեմ, քորի դեմ, իրենց համակարգի որպես մանկապիղծեր, որպես պիդրներ, որպես թուրքի շինված բազմակի օգտագործված գանդոններ, բայց դուք բոլորը ծափ եք տալիս, դրանց լապը լապում եք, ու ասում եք, հեռացիր, խաղ եք խաղում, շոու եք խաղում, որ այս պորնիկը իրա սև գործերն անի, ձեր երեխեքին պղծի, տարածքները հանձնի, ձեր երեխեքին ցեղասպանի,
Դա ձեզ կայֆ է տալիս։ Դա ձեզ կայֆ է տալիս։ Դուք չգիտեմ ինչ եք, բայց դուք մարդ չեք։ Ազգի մասին չեմ խոսում ընդհանրապես։ Դուք ասում եք եկեղեցի ունեք, ինչ եկեղեցի։ Չէ։ Մատ անեկդոտ պատմեմ, մի քիչ կոպիտ է, բայց պատմում եմ։ Մեկը գալիս է իր երեխուն կնքելու, գալիս է տեսնում է մեջ շենքա, վրան խաչա, դիմացնել մի հատ սև շորերով մեկը կանգնած է։ Գալիս է ախպեր ջան, ասում է, «Էսի ինչ է, շենք է, ինչ է»։ Ասում է, «Եկեղեցի է»։ Ասում է, «Հա»։ Ասում է, «Լուրջ ես ասում ես եկեղեցի է»։ Տերը շուռա գալի ասում է, «Տո բա ինչ խեռս է»։ Ախպեր ասում է, «Կարող է դու էլ տեր ես»։ Տո դու ասում է, «Բա ինչ խեռս եմ»։ Ախպեր ասում է, որ երեխուս բերեմ կկնքես, դու ասում է, «Մերն էլ չեմ քունի»։ Արա աղբեք։ Տասնամյակներ, հազարամյակներ ձեզ սպանում են, այլասերում են, պղծում են, այս պիդրները, այս աղբեկը, որները յուղել են, կողմ են մոմը հանում են իրար։ Արա այդ չաթլախներ, դուք ինքնասիրություն չունեք, արա, որոր այդ եկեղեցի կոչվածը մեր հին ավանդույթ մշակույթի լեզուն հոգևորը վերացրեցին, մեր հին արմենական ժառանգությունը ոչնչացրեցին, այս Գանդոնը ոնց էր ասում, հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառնու տաճար, ու ռագատկի քարեր, աստղադիտարը, մոռացել եք, ու դուք աղբեք, այս գյոթին ասում եք իշխանություն, հարց եմ տալիս, ով ասում, հայերն ունեն, այսինքն ինքը հայ չի, չէ, ինքը ծագում չունի, չէ, բա ոնց կարող է թուրքին, լսում եք է, թուրքին գիտակից մարդը արմենական ծագում ունեցող անձը ասի իշխանություն, հարց եմ տալիս, հա? Հարց եմ տալիս, էլ ուզում եմ հասկանամ, էլի ես իրոք ուզում եմ հասկանամ, որ գիտակից մարդը թուրքի շինված բոզի տղուն, ով որ ասում է, հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառնու տաճար, մի հատ էլ աստղադիտարան, ռագատկի քարեր, հարց եմ տալիս, հա? Բոլոր քաղաքական սպանությունների ծովերից։ Մի րոպե։ Վայ վիժվածքներ։ Արման Սաղաթելյան հաջորդ հացի համար։ Մի րոպե։ Հեսա քթա։ Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, գառնու տաճարը, հա, մեկ էլ քարահունջ, աստղադիտարանը, Նիկոլ Փաշողլի, 1999 թվական, այսինքն տեսեք, Խերժոնել, Ռաուֆնել, Քորնել, ածը կոչվածնել, խորոշի տղո քյոքել, լսում եք արա, դա որներն էլ, սահմանադրականներն էլ, դաշտաններն էլ, հանրապետականներն էլ, դոդիկներն էլ, լֆոներն էլ, լֆոն հիշում եք, են զոնտիկը պահած, Ավինյանի վրեն, որ անձրև չկաթա, հիշում եք, չէ, զոնտիկ էր պահում, պիդրի գլխին, պիդրի գլխին զոնտիկ պահողը ով է, ինչ է, նույն պիդրը չի, հիշում եք, չէ, լֆոն էլ ասում էր, Փաշողլին մեր աղբերն է,
Մոռացել եք։ Հարց եմ տալիս։ Այլո։ Բա դոդիկը հիշում եք, ասում էր, արա Փաշօղլու դուխու վրա ով է կասկածում, արա մեր աղբերն արա։ Լսում եք։ Հիմա հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, հայերն ունեն։ Եթե ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է։ Եթե ինքը հայ չի, որովհետև եթե դու հայ ես, պիտի մենք արմեններ ենք, հիմա ասում է հայ է։ Եթե ինքը ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է, ինքը ընդունում է, որ հայ չի։ Բա լավ, հիմա սենց հարց տամ դες, էլի։ Բա որ ինքը հայ չի։ Այս Գանդոնին ոնց նշանակեցին որպես որչապետ։ Հարց եմ տալիս։ Բա ածն, բա դադաղազությունը, բա մուսռնոցը, բա քնչականը, բա մնացած կուսակցական պոր հիշում եք չեն։ Ամերիկաներում են քրիստինե կոչված պորնոհիները, հա են լեսբուհիա, եսիմ ինչուհիա, ես պի պորնոն, հա։ Բելգիաներում, Ֆրանսիաներում, Ռուսաստաններում, մոռացել եք արա, հա։ Ծափ էիք տալի, փող էիք հավաքում, ես պիդրին ուղարկում, ես պորնոյի ագարկակնոջ Փաչիկի արանքը լցում, Բելգիաների խարոշիներ արա, բա, գիտեք ինչքան փող էին հավաքում, բա, խանութ մանութ ունեին, խանութչիկները հավքում էին, բերում էին ես որի շինվող գյոթին, ազգին ցեղասպանողին, մանկապիղծին փող էին տալի, հիմա հարց է առաջանում։ Բա դրանք ով են։ Են բաները, են Ռուսաստանի քաղաքակետները Փաշօղլի մաշօղլի են երգում օնտակոյ, բերում էին ընդունում էին որպես որչապետ։ Արա այդ on Սորոսի գրասենյակից, հա, Սորոսի ֆինանսավորվող 95 թվականից Սորոսի գրասենյակը Գարեգին Չուքազյանի տնօրինությամբ գործում էր Հայաստանում։ Ժիրիկ Սիֆիլիստիկյանների, Ռաուֆ Սեյդօղլիների, Խերժոների, իդեպ էլ ասեմ ձեզ, այդ սորոսական գումարներից ֆինանսավորվել է նաև դաշտանները, հա, մոռացել էի, նրանք կամակից լավ շինվում են, գիտեք, դրանց կլուբի իշխանիկները, Արմենչիկ Ռոստոմյանները, չգիտեիք, ոնց թե չգիտեք, հարա, հա, Ռաուֆները, Խերժոները, բսաղ նույն կլուբի անդամներն են, չգիտեիք դու, լավ էլի, տեսեք, դադախազություն ածը բոլորը իմացել են, այս պորնոյի գրածը, 99 թվականի գրածը, ու այս պորնոները Թուրքի որն են պահում, ովանշանակ է Խերժոն, այդ ոնց եղավ Խերժոն ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար է, ու վդրուկ 7 տարի սռոկը վրեն, բերումա տարուկես նստստումա, բերումա նշանակումա ազգային ախորի դեպուտանկա, եթե իրար հետ չեք շինվում, պիդրներ, եթե Ռաուֆի հետ իրար հետ չեք շինվում, այս պիդրին ոնց եք դուք բերում նշանակում, արա, հա, հարց եմ տալիս, այ պորնոներ, կամ այս պորնոների շահերը պաշտպանողներ, գնացեք, ասենք շատերը արդեն բանում ես, արտասահմաններում ազգանունները փոխել են, դարձել են ջհուդական, թուրքական ազգանուններով պորնոներ, ու բնականաբար մարդ, որ իր էությունը փոխում է,
Ուրեմն ինքը այդ էության տերը չի եղել, կարողը չի եղել։ Ճիշտ է։ Որովհետև եթե ինքը իր հորից ժառանգա ստացել, ժառանգություն է ստացել, առյուծը ո՞նց կարող է պատահի։ Տեսեք հասարակ պարզ օրինակով, առյուծը պատկերացնում եք մի հատ կապիկի ծնված առյուծը, հա, իր դիմագիծը փոխի դառնա կապի, կամ շակալ, կամ ոչխար, հասկանում եք էս ինչ է, կամ սիրամար, կամ ագրավ, կամ հավ, կամ ողջար, հասկանում եք էս ինչ է, առյուծը մնում է առյուծ, առյուծին են ասում առյուծ, ողջարին հո չեն ասում առյուծ, մենք պետություն չունենք, դժբախտաբար մարդ էլ չկա այդ պետության կոչված տարածքում բնակվող, ու ամբողջ ցավը կայանում է նրանում, որ ամեն մեկը արժանի է իր տիրոջը, տերն էլ գյոտնա, ու այդ գյոթին դուք ասում եք Իշխանություն է, մեղք եք, Ես ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այն ինչ որ մենք անում ենք, այն պայքարը, որը մենք սկսել ենք, դա շարունակելու ենք եւ մեզ չի խանգարելու ոչ մի բան։ Որևէ խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում։ Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև եւ այդ process-ը անկասելի է։ Ուրեմն այս մատյանը հարգրավել է հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, որտեղ հատ նշված են այն զինծառայողները եւ գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց արկային այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները, այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից։ Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում, այս պահին ես չգիտեմ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպես են նրանք այս բանակի զինվորներին դարձրել վարձկաններ եւ հանել ժողովրդի դեմ։ հիմա ես մի հատ սենց հարց տամ էլի ձեզ, դուք բեզաչոտնի գյոթերին, եթե դուք ընդունում եք, տեսեք ուրիշ բան չեմ ասում, էլի, այսինքն պիդր են, գյոթ են, այլասերված են չեն, անպատասխանատու պիդրներին, որ ոռով են խոսում, այսինքն տղամարդը որովհետև խոսքը բերնից է դուրս գալիս, եթե տղամարդ իր խոսքը չի կարողանում պահի, տեր կանգնի իր խոսքին, այնտեղ տղամարդ չկա, այդ տղամարդու վրան լից թափի թող գնա, դա բեզաչոտնիկ պոռնիկ է, ու դուք, եթե այսքան բանից հետո ես ամեն ինչին ականատես լինելով, ու այդ պոռնիկների գնում եք կողքը կանգնում եք, սկսում եք կապիկություններ անել, դուք ավելի պոռնիկ եք։ Մեղավորը այս պոռնիկները չեն։ Մեղավորը ձեր նման պոռնիկներն են, որ այս պոռնիկներին ընդունում եք իշխանություն, հանդիմություն, то есть իմիշ գանդոնություն։ Ուրեմն առաջի գանդոնները դուք եք։ Տեղ այլ բացատրություն չկա։ Ոնց ուզում եք ծուր նստենք, դուզ խոսանք, դուզ նստենք, ծուր խոսանք, միևնույն է, քանի անգամ եմ կանչե, սենց հրապարակային առերեսման, հա, հարց եմ տալիս, քանի անգամ եմ կանչե, քանի անգամ եմ փախե, հիշում եք չես գանդոնները, որ մինամարտի եմ կանչում, դուելի եմ կանչում, հիշում եք չի, կգնք են պուտանք են Ղզիկ գյոթ են, ռավը, հա, ասեք գանք, դուրս եք ասի այ պորնո, մենակ եմ գալի, թիմը թավքի արի, դուրս գանք իրար խպենք դե, կրակ ենք իրար վրա,
Եթե մեջները տղամարդկություն կա, ինչի մեկն ու մեկը ձեն չի անի։ Խերժոյին էլ, Ռաուֆին էլ, Փաշօղլուն էլ, Քորին էլ, բոլորին էլ ասել են։ Հիշում եք, չէ՞։ Բա ինչ են այս սաղ տեսագրություններս վերացնում, ոչնչացնում։ Հա։ Գանդոններ։ Ձեր սաղիդ բեռնումը լցնեմ ես գանդոններ, մուսորներ, դադաղազներ, ԱԱԾ-ներ, քնչական, հակակոռուպցիոն, դադավորներ, ձեր սաղի ու ընտանիքներին ծծծնեմ ես։ Գանդոն եք դուք, արա։ Դուք թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոն եք։ Դուք որից քունվող գյոթ եք։ Դուք մանկապիղծ եք, դուք ձեր փոքր երեխեքին, թոռներին քունողն եք, ձեր երեխեքին քունողների շահերը պաշտպանողն եք։ Դուք թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոններ եք։ Դուք թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոնների շահերը ոռը պաշտպանողն եք, պահպանողն եք։ Ուրեմն նույն գանդոններն էլ դուք եք։ Կողեմ ձեր սաղի գանդոն ցեղատեսակի բեռնումը։ Դե գնացեք սատկեք ժաշտամ ձեր գանդոն բերանը։